911 Արևիկ ռադիոկայանի եթերում 911 հաղորդումն է, բարի օր սիրելի ունկնդիրներ։ Այսօր նույնպես շատ կարևոր թեմայի շուրջ ենք խոսելու եւ օգտակար խորհուրդներ ենք լսելու հաղորդման փորձագետից։ Իմ հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, ձմռանը բնորոշ վտանգավոր երևույթներից մեկին ձնաբուքին մենք արդեն անդրադարձել ենք, հուսանք, որ ձեր խորհուրդները հասել են մեր ունկնդիրներին եւ օգնել արագ կողմնորոշվել նման իրավիճակներում։ Այսօր մեկ այլ վտանգավոր երևույթի մասին ենք խոսելու մերկասառույցի։ 2 օր առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի գրեթե բոլոր ճանապարհներին մերկասառույց է սպասվում եւ հարկավոր է զգույշ լինել։ Ինչպիսի երևույթ է մերկասառույցը եւ ինչից պետք է զգուշանալ։ Նախ ասեմ, որ մերկասառույցը եւ սառույցը դա նույն բանը չէ։ Մերկասառույցը ինքը բնական տարերային երևույթ է եւ կապված է շատ մանր ջրի կաթիլների, գերպաղած կաթիլների հետ։ Եթե սահմանման նման ասենք, դա փաստորեն մանրամաղ անձրևի կաթիլների գերպաղած իրավիճակն է կամ մառախուղի գերպաղած իրավիճակը, որը առաջացնում է սառցե շերտ, այդ շերտը կարող է հասնել մի քանի սանտիմետրի։ Այսինքն սովորական ջրային հոսքից առաջացած սառույցը եւ մերկասառույցը իրարից խիստ տարբերվում են, որտեղ մերկասառույցը դա շատ մանրամաղ այդպես ջրի կաթիլներից գերպաղած կաթիլներից առաջացած սառույցն է, որը շատ վտանգավոր է։ Պարզ է, որ նման կաթիլները շատ մանր եւ այդ նույնիսկ եղյամը կարող է նման բան առաջացնել, դրանք ինչի վրա են լինում ճանապարհների էլեկտրական լարերի, սյուների, տանիքների, մայթերի եւ այլն։ Այս մակերևույթի երկրի մակերևույթի վրա կարող են նման սառույցներ առաջանալ մի քանի սանտիմետր հաստությամբ, որը որ բնականաբար իր հետևից բերում է բազմաբնույթ վտանգներ եւ մեքենաների համար, եւ ենթակառուցվածքների համար, եւ մարդկանց համար։ Ձեր ուղեցույցներից մեկում հաճախ հանդիպող վտանգներ գրքում դուք նշել եք, որ մերկասառույցի ժամանակ կտրուկ ավելանում են վթարներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։ Ուրիշ ինչ վտանգներ կարելի է սպասել, եւ ճանապարհները մերկասառույցով են պատվում։ Նախ մենք ճանապարհներին առանցին կանդրադառնանք, բայց այլ վտանգներից ես քիչ առաջ ասացի, որ ենթակառուցվածքներն են ենթարկվում, ինչ եսի նկատի ունեմ։ Եթե մալուխները պատվում են այդպիսի սառցե շերտով, բնականաբար հնարավոր մալուխները կտրվեն եւ ընկնեն ցած, դա նշանակում է, եթե դրանք էլեկտրական հոսանքի մալուխներ են, ապա էլեկտրական հոսանքի անջատում է տեղի ունենում, էներգետիկ ճգնաժամի առաջ է կանգնում տվյալ հատվածը, ենթակառուցվածքի։ Կարող են սառել օրինակ ջրի խողովակները, սառցակալել, դրա հետևանքով մենք ունենանք արդեն վթարներ ջրամատակարարման համակարգում։ Կարող է նման երևույթ տեղի ունենալ կոյուղու համակարգերում եւ մենք ունենանք վթարներ կոյուղու ենթահամակարգերում։ Եթե դրանք կապի միջոցների լարերը լինեն, ապա նրանք կարող են կտրտվել եւ մենք ունենանք կապի, իհարկե թելային կապի մասին է խոսքը, կապի անջատումներ։ Կարող են դրանք բերել ալեհավաքների վթարների, այդ դեպքում մենք կարող ենք ընդհանրապես կապի միջոցների հետ կապված գերխնդիրներ ունենալ։ Այդ սառույցի ծանրության հետևանքով կարող են փլուզվել տանիքներ, կարող են պոկվել լվացքի պարաններ եւ դա նույնպես հարվածող մարմիններ կարող են առաջանալ։ Սառցե լեզվակներ են գոյանում տանիքների վրա, որոնք կարող են պոկվել եւ անցորդներին վնասել։ Այսինքն լիքը տարբեր տեսակի վտանգներ կարող են լինել, որոնք կապված չեն միայն երթևեկության հետ, այլ կապված են այլ ենթահամակարգերի գործունեության հետ։ Պարոն Մաթևոսյան, առաջարկում եմ առանձին խոսենք մերկասառույցի ազդեցությունները վարորդների եւ հետիոտների վրա, չէ՞ որ այս երևույթի ժամանակ նաեւ սայթակումների դեպքերն են շատանում եւ մարդիկ կոտրվածքներ են ստանում։ Այո, առաջին հերթին նախ մեքենաներին անդրադառնանք, թե ամենից առաջ վարորդները չպետք է խոճապի ենթարկվեն, եթե հանկարծակի հանդիպում են
մերկասառույցի։ Իհարկե բնականաբար մեծ արագությամբ վարելու դեպքերի մասին չի խոսքը, այլ բնականon, երբ վարորդները նորմալ մեքենա են վարում։ Խուճապի չմատնվելը շատ կարևոր է, որովհետև խուճապի մատնվելու դեպքում կարող է վարորդը կատարել կտրուկ շարժումներ։ Կտրուկ շարժումները շատ վտանգավոր են։ Ղեկի հետ կտրուկ շարժումը շատ վտանգավոր է, այն մեքենան կարող է դարձնել անկառավարելի։ Կտրուկ շարժումը արգելակման հետ շատ վտանգավոր է, նույնպես կարող է դարձնել անկառավարելի։ Նման դեպքերում պետք է արագությունը շատ սահուն ձևով իջեցնել։ Եթե մեխանիկական վարող մեքենա է, ապա բնականաբար պետք է արագությունները կամաց իջեցնել եւ արագությունը նվազեցնել արագությունների տուփի հետ աշխատանքի միջոցով։ Կտրուկ արգելակում ընդհանրապես չի կարելի, որտեղ կտրուկ արգելակման դեպքում մեքենան կկորցնի։ Ինչ վտանգներ են ընդհանրապես առաջանում, նախ այդտեղից ասենք, որ տեղապտույտներ են լինում, կարող են խցանումներ առաջանալ, մեծանում է վթարների հավանականությունը եւ այս դեպքում բնականաբար չի կարելի վազանց կատարել մեքենաների, չի կարելի կայանած մեքենաներին շատ մոտիկ կանգնել կամ մոտիկ վարել կայանած մեքենաներից, անպայմանորեն պետք է հետևել անվտանգության բոլոր կանոններին։ Չի կարելի ընդհանրապես ոչ ձմեռային անվատ հողերով գնալ, բայց պետք է հիշեցնեմ, որ մերկասառույցի դեպքում նույնիսկ ձմեռային անվատ հողերը չեն օգնում։ Պետք է անպայմանորեն, եթե օդային է նրա անվադողերը, ապա մի փոքր իջեցնել օդի ճնշումը եւ թույլ իջեցվածով, եթե օդային չի կարելի ճնշումը իջեցնել, միայն օդայինի դեպքում պետք է ճնշումը իջեցնել եւ մի փոքր իջեցված ճնշումով անվադողեր օգտագործել։ Մեքենաների կայանման դեպքում, ինչպես նախորդ անգամ ես ասացի, իրար մոտիկ կայանալ չի կարելի, որտեվ վերջի վերջո շարժիչը չանջատելու դեպքում կարող է մյուս մեքենաներին ծխահարման կանգնեցնել, ծխահարման առաջ կանգնեցնել վտանգավոր, սա նույնպես անթույլատրելի է։ Տեղապտույտներից խուսափելու համար կտրուկ շարժումներ ղեկի հետ կատարել չի կարելի, հնարավորինս պետք է մեքենան վարել մայթեզրերին մոտիկ, որտեղ մի քիչ ձնակուտակումներ կան, այդ ձնակուտակումներին մոտիկ վարել եւ կայանել նման տեղերում, բավականին միմյանցից հեռավորություն պահելով։ Հետիոտների դեպքում բավականին ավելի բարդ է, նախ եթե կա մերկասառույց, ցանկալի է չանցնել մերկասառույցի վրայով, բայց բոլոր դեպքերում եթե հնարավորություն չկա պետք է անցնել, ապա պետք է պահպանել որոշակի կանոններ։ Առաջինը, եթե հանդիպել է մերկասառույցի, բայց իր կոշիկները հարմար չեն նման մերկասառույցի վրայով անցնելիս, խորհուրդ է տրվում հետ վերադառնալ տուն եւ հագնել ռետինե այնպիսի կոշիկներ, որոնք որ հնարավորություն կտան մերկասառույցի վրայով քայլել։ Եթե տարիքով են մարդիկ, ապա անպայմանորեն պետք է ձեռնափայտ ունենան, որը ռետինե ծայր ունենա կամ սուր սրածայր լինի եւ այդ ձեռնափայտի օգտագործման մեծահասակները անցնեն։ Եթե ճար չկա, պետք է անցնել, ապա նախ ամբողջ ներփանի մակերեսով պետք է դնել սառույցի վրա, քայլերը շատ փոքր պետք է անել, հնարավորինս փոքր, մի փոքր ծնկները ծալած պետք է լինեն, մարմինը մի փոքր թեքված առաջ եւ այսպես զգուշությամբ պետք է կարողանան հաղթահարել մերկասառույցը։ Ուզում եմ մեր քաղաքացիներին զգուշացնել, որ շատ վտանգավոր են անցումների առաջին աստիճանները եւ շատ ուշադիր պետք է լինել այս հատվածներում, որովհետեւ եթե մենք նայենք Երևանում նման դեպքերում կոտրվածքների մեծ մասը այդպիսի տեղերում է լինում եւ պետք է շատ ուշադիր լինել, իմ առանցին աշճաններով անցնելու տարբերակն էլ կասեմ, չի կարելի մերկասառույցի վրա, եթե կա պոլիէթիլենե տոպրակ, հանկարծ ոտքը դնել դրա վրա։ Չի կարելի մերկասառույցի վրա գտնվող ստվարաթղթի վրա ոտքը դնել, որովհետև դրանք կարող են սահել ու շատ վտանգավոր են մարդու համար։ Չի կարելի մերկասառույցի վրայով անցնել թևատակին ունենալով որևէ տոպրակ կամ պայուսակ։
Ընդհանրապես ձեռքերը պետք է ազատ լինեն, ձեռքերը չի կարելի գրպանում դնել, խստիվ արգելվում է գրպանում դրած մերկասառույցի վրայով անցնել։ Եթե հաղթահարում ես մերկասառույցը, ապա չի կարելի պատից բռնելով մերկասառույցը հաղթահարել, որտեղ այս դեպքում ընկնելու հավանականությունը շատ է մեծանում, հավասարակշռությունը կորցնելու, հնարավորինս իմ ասած տարբերակով պետք է մերկասառույցը հաղթահարել։ Մերկասառույցի դեպքում խորհուրդ չի տրվում ընդհանրապես օգտվել աստիճաններից, բայց եթե այլ ճանապարհ չկա, ապա բազիլքից երկու ձեռքով բռնած պետք է փորձել ուղիղ քայլերով կտրել այդ աստիճանավանդակ առանցին թեքումներ բան դարձյալ չի կարելի, հնարավորինս ուղիղ պետք է ոտքը դնել ամբողջ ներբանով եւ փորձել այս ձևով հաղթահարել, թաթերի վրա թաթերի միջոցով հաղթահարել անթույլատրելի է, կրունկի միջոցով հաղթահարել անթույլատրելի է, եթե իջնում ես, եթե բարձրանում ես թաթերով չի կարելի, ամբողջ ոտքը պետք է հենվի դրա այդ մերկասառույցի վրա։ Շինությունների արտաքին մասով շատ ուշադիր պետք է լինել, որովհետև ինչպես ասացի, սառցա լուլաներ կան, որոնք կարող են ընկնել մարդու վրա, հետևաբար պատերի տակից այդպես անցնել չի կարելի։ Շատ ուշադիր պետք է լինել երեխաների հետ։ Երեխաների ձեռքից բռնած շատ վտանգավոր է, եւ երեխան սահում է, մեծին էլ իր հետ կարող է գցել ներքև։ Այստեղ նույնպես պետք է ուշադիր լինել։ Ընդհանրապես արգելել է պետք երեխաներին սահել մերկասառույցի վրա, հատկապես տրանսպորտային միջոցների շարժման մոտիկ գոտիներում, դա խստիվ պետք է արգելվի։ Իսկ որոնք են մերկասառույցից պաշտպանվելու միջոցները, ինչ պետք է հիշենք այդ ժամանակ, արդյոք հնարավոր է ընկնելու պահին որոշակի կանոններ հիշել եւ չվնասվել։ Գիտեք, ինքը վարկյան է տևում, բայց ընկնելը դու զգում ես, որ ուր որա կընկնես։ Շատ հետաքրքիր զգացողություն է դա, եւ կարելի է թեքվել մի կողքի վրա, կքանստելով ընկնել ու հենվել մի ձեռքի վրա։ Հակառակ դեպքում կարող է կոտրվածք ստանան, որովհետեւ ընդհանրապես մերկասառույցի դեպքում մեծ մասամ կոտրվածքներ են ստանում եւ սալ ջարդվածքներ են ստանում։ Սա է հիմնական տրավմաների տեսակները եւ դրանցից կարելի է խուսափել այս ձևով ընկնելու ժամանակ այդպես ուշադիր լինելով։ Բայց ես մինչև հիմա խոսում եմ այն մասին, որ կարելի է այնպես անել, որ մարդը չընկնի, էլի։ Եթե այդպես չանես, իհարկե նայած ինչ դիրքից ես ընկնում։ Եվ ընկնելու ժամանակ ինքը շատ վտանգավոր է, հատկապես երբ մեջքի վրա են ընկնում, իսկ մեջքի վրա ընկնելու հավանականությունը շատ մեծ է։ Դրա համար քիչ առաջ որ ասում եք, դրան էլ պատասխանեմ, որ տուժածին չի կարելի հենց այնպես առանց զննելու օգնություն ցույց տալ, հատկապես շարժել տեղից չի կարելի, որտեվ եթե հանկարծ ողնաշարի հետ որևէ բան պատահած լինի, դա պարզապես Ավելի կվնասենք։ Ոչ թե կվնասենք, այլ կլինի անվերադարձ նրան ցուցաբերած օգնությունը, ոչ մեկին պետք չի Ինչ լինի։ անենք այդ դեպքերում, Այդ երբ հանդիպել ենք։ կամ պետք է զննել եւ անպայմանորեն զանգահարել 911 եւ դիմել լուրջ բժշկական օգնության, որտեղ նման դեպքում կարող է միայն կոտրվածք չլինի սովորական։ Դու պետք է համոզվես դա կոտրվածք է թե չէ։ Դա այն դեպքում, երբ գիտակցությունը չկա։ Եթե գիտակցությունը կա, հիվանդը կասի ինչ է, բայց եթե գիտակցությունը չկա, շատ վտանգավոր է նրան տեղաշարժելը։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ եթերում 911 հաղորդումներ եւ այսօր խոսում ենք մերկասառույցի եւ դրանից պաշտպանվելու կանոնների մասին։ Ռադիո Արևիկի եթերում Տաթևիկ Շատյանն էր, կհանդիպենք։ 911